Հողի մշակը նույնիսկ եկամտի աղբյուր կոչված իր այգուց չի կարողանում փող վաստակել։ Գյուղացիներից շատերն են լսել ինտենսիվ այգիներ հիմնելու ծրագրի մասին։ Կառավարության գյուղոլորտի մասնագետներն ու պատասխանատուները տարբեր ձևաչափերով գովազդում են այն գյուղացիական ֆերմերների համար եկամտաբեր բիզնեսի աղբյուր կարող է լինել, սակայն արի ու տես, որ քչերն են կարողանում օգտվել ծրագրից։ Պայմանները անբարենպաստ են։ Այնպեսի պայմաններ ա դրած, որ այգի հիմնողը, եթե ինքը նույնիսկ լինի մասնագետ կամ ունենա հնարավորություն իր միջոցները ներդնի այգի հիմնման ժամանակ լինի դա մասնագիտական կամ աշխատանքային ուժեր, դա չի թույլատրում, որտեղ ծրագրի մեջ դրված է, որ պետք է իրականացնեն կապալառու ընկերությունները, որոնք ունեն փորձ։ Ինքնին դա ծրագրի արժեքը նորից թանկացնում է, որտեղ այդ կապալառու ընկերությունը պետք է պայմանագիր կնքի, ոչ միայն պետք է իր շահույթը ապահովի, այլ նաև պետության վճարվող հարկերը։ Ինտենսիվ այգիներ հիմնելու դեպքում բանկերի վարկային տոկոսները սուբսիդավորվում են եւ վարկային միջոցների ծախսերի մի մասը փոխհատուցվում։ 2022-ին 13 շահառուներ հիմնել են 46 հեկտարից քիչ ավելի ինտենսիվ այգի, 2023-ին 16 շահառու հիմնել է 75 հեկտար, 2024-ին ընդամենը 9 շահառու 55 հեկտար, 2021-ից 23 թվականներին վարկերի տոկոսների սուբսիդավորումից օգտվել է 9 շահառու։ Բանկը պահանջում է համապատասխան նախնական գրավ, որ կարողանա ինքը իր տրամադրած միջոցները ապահովի գրավով։ Պետությունը պատասխանատու է տոկոսի համար, սուբսիդավորումը տոկոսի, ասենք 9-10 տոկոսը, իսկ ընդհանուր գումարը դա բանկի հիմնական միջոցներից է։ Եվ բանկն էլ ուզում է գրավով ապահովի եւ այնպիսի գրավ, որ շուկայում հաշվի առնելով իրացվելիությունը, լիկվիդայնությունը համապատասխան տոկոսով ապահովելու իր տրամադրած միջոցները։ Աշխարհագրական առումով էլ ոչ բոլոր գյուղական համայնքներում է, որ հնարավոր է ինտենսիվ այգի հիմնել։ Ծրագրից փորձել են օգտվել Շիրակի, Գեղարքունիքի մարզերում, սակայն վերլուծությունները ցույց են տվել, որ նմանատիպ այգիների հիմնումն ավելի նպաստավոր եւ եկամտաբեր է Արմավիրի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերում։ Էկոնոմիկայի նախարարությունն էլ ասում է, որ քաղաքացիների վճարած հարկերի հաշվին իրենք բոլորին չէ, որ կարող են պետական ծրագրով աջակցել եւ հետո տապալել ծրագիրը։ Անհրաժեշտ գիտելիքների կիրառումը, փորձը, պահանջները պետք է բավարարվեն։ Էկոնոմիկայի նախարարությունն էլ խրախուսելով ինտենսիվ այգիների հիմնումն ու օնլայնումը հայտնում է, որ արտահանման դեպքում ավելի շատ խնդիրներ են լինում ավանդական գյուղատնտեսությամբ ստացված ու արտահանված, քան թե ինտենսիվ այգիներից ստացված բերքից։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։